Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կոռուպցիայի մեղադրանքով Վրաստանի 9 տարածաշրջաններում ձերբակալել և պատասխանատվության է ենթարկել 28 անձի։ Նրանք մեղադրվում են 14 տարբեր քրեական գործերով, այդ թվում կաշառք վերցնելու, կեղծ պաշտոնական փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու, խմբակային առևտրային կաշառակերության, պետությանը պատկանող դրամական միջոցների և հողատարածքների խարդախությամբ յուրացման, ինչպես նաև պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ Նշված տեղեկատվությունը հայտնի է դարձել պետական անվտանգության ծառայությունում անցկացված ճեպազրույցում։ Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է այսպես կոչված սաբոտաժի գործով մեղադրվող 8 քաղաքական գործիչների դատավարությունը, որտեղ մեղադրող կողմի ներկայացրած 5 վկաները կհարցաքննվեն։ Նրանք այն անձինք են, որոնց հայտարարությունների հիման վրա սկսվել է գործի քննությունը։ Նրանց թվում են Նանա Կակաբաձեն և Վատո Շաքարաշվիլին։ Նիստին ներկա են մեղադրվող քաղաքական գործիչների մի մասը։ Նրանց խոսքով գործը անհեթեթ է, իսկ 45 հատորից բաղկացած գործում չկա ոչ մի ապացույց, որը կհաստատի իրենց մեղավորությունը։ Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է սկսել Միխեիլ Սաակաշվիլիի, Գեորգի Վաշաձեի, Նիկա Գվարամյայի, Նիկա Մելիայի, Զուրաբ Ջափարիձեի, Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ։ Դատախազության տեղեկությամբ գործը վերաբերում է պետության դեմ կատարված հանցագործություններին, մասնավորապես սաբոտաժին, օտարերկրյա պետությանը թշնամական գործունեության մեջ աջակցելուն, Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության ֆինանսավորմանը, ինչպես նաև սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կամ պետական իշխանությունը տապալելու կոչերին։ Այս գործով Գեորգի Վաշաձեի, Զուրաբ Ջափարիձեի և Նիկա Գվարամյայի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել է 30,000 լարի գրավ, իսկ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ 1 միլիոն լարի գրավ։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացու։ Ձերբակալվածը միջազգային մակարդակով հետախուզվում էր Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների պահանջով։ Անցկացված հետաքննչական գործողությունների արդյունքում իրավապահները հետախուզվողին ձերբակալել են Սարփի մաքսային անցակետի տարածքում։ Ներկայումս նրա նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները վերջին օրերին իրականացված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 113 օտարերկրյա քաղաքացու։ Գործող օրենսդրության համապատասխան արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է Վրաստան մուտք գործելու արգելք։ Ըստ վերջին վիճակագրական տվյալների, ընթացիկ տարվա ընթացքում Վրաստանից արդեն արտաքսվել է 2203 անօրինական միգրանտ, ինչը 70%-ով գերազանցում է 2025 թվականի ընդհանուր ցուցանիշը։ Իրակլի Կոբախիձեն արձագանքում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կողմից Վրաստանի վերաբերյալ ընդունված քննադատական բանաձևին։ Վարչապետի գնահատմամբ փաստաթուղթը ցածր որակի է և վնասում է կազմակերպության հեղինակությանը։ Կոբախիձեի հայտարարությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը կշարունակվի, սակայն դրա որակը կախված կլինի հենց վեհաժողովի հետագա գործունեությունից։ Ինչպես Եվրամիության մյուս կառույցների դեպքում, այնպես էլ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական վրեժխնդրության գործիքի վերածումը Իրակլի Կոբախիձեն կապում է Եվրոպայում գործող այսպես կոչված Deep State-ի հետ։ Նա համոզված է, որ Վրաստանին պատժելու ցանկությունը պայմանավորված է իշխանությունների կողմից ենթարկվելուց հրաժարվելով։ Բանաձևի բովանդակությունը կիսում է ընդդիմությունը, որը հայտարարում է, որ այս փաստաթուղթը վրացական երազանքի քաղաքականության արդյունքն է։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը Հաագայի փաստաթուղթն ընդունել է անցյալ շաբաթ։ Վրաստանի падգամավորները տեղում քննադատել են այն և ի նշան բողոքի մինչև քվեարկության ընթացակարգը լքել են նիստը։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասի Վրաստանի վերաբերյալ հայտարարությունները Թբիլիսիում տարբեր արձագանքների են արժանացել։ Իշխող թիմը քննադատում է Կալասի հայտարարությունը և նշում, որ Վրաստանը կշարունակի վարել պետության շահերին ուղղված քաղաքականություն։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում վրացական երազանքի հետ համագործակցությունը Սևծովյան անվտանգության քաղաքականության շրջանակներում, Կայա Կալասն ասել է, որ Եվրամիությունը չի ցանկանում աջակցել Վրաստանի կառավարությանը, այլ նպատակ ունի աջակցել վրաց ժողովրդին։ Կալասի խոսքով Եվրամիությունը Վրաստանի հարցում որոշակի դժվարություններ ունի, քանի որ ներկայումս կառավարության հետ հարաբերությունները գործնականում բացակայում են։ Այդ պատճառով Եվրամիությունում քննարկում են, թե ինչպես աջակցել վրաց ժողովրդին այնպես, որ նրանք չկորցնեն եվրոպական հեռանկարի նկատմամբ ունեցած հույսը։
ԱՄՆ-ն իրականացրել է հարվածների նոր ալիք։ Կենտրոնական հրամանատարության հայտարարությամբ գիշերվա ընթացքում հարվածների թիրախ են դարձել Իրանի 5 քաղաքներում գտնվող օբյեկտներ, այդ թվում առափնյա պաշտպանության համակարգեր եւ հրթիռային օբյեկտներ։ Միևնույն ժամանակ գերատեսչությունում պարզաբանում են, որ այս հարվածներից հետո Իրանի առևտրային նավերի վրա հարձակումներ իրականացնելու հնարավորություններն էլ ավելի կնվազեն։ Զուգահեռաբար Իրանում հայտարարում են, որ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։ Իրանի բանակի հայտարարությամբ հարվածներն ուղղված էին կապի համակարգերին, վառելիքի պահեստային բաքերին եւ զինամթերքի պահեստներին, ինչը նրանց խոսքով պատասխան էր նահանգների կրկնվող ագրեսիային։ Միևնույն ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող 2 նավթատար տանկերի։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նահանգները կվերականգնի շրջափակումը Հորմուզի նեղուցում իրանական նավերի նկատմամբ, իսկ մյուս երկրների համար նեղուցը կմնա բաց եւ ազատ։ Նախագահի խոսքով ԱՄՆ-ն այսուհետ հայտնի կլինի որպես Հորմուզի նեղուցի պահապան, սակայն նրա խոսքով տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված բոլոր ծախսերը կվարձատրվեն տեղափոխվող բեռի արժեքի 20%-ի չափով։ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությանը արձագանքում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա սոցիալական ցանցում գրել է, որ նա, ով ապահովում է նեղուցում առևտրային նավերի անվտանգ նավարկությունը, դրա դիմաց պետք է փոխհատուցում ստանա։ Սակայն նրա խոսքով նեղուցի իրական պահապանը պատմականորեն եղել է Իրանը։ 20%-ը իհարկե չափազանց շատ է, մենք արդար կլինենք, նշել է Արաղչին։ ԱՄՆ-ի պետքարտուղարը մեղադրել է միջազգային քրեական դատարանին։ Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ դատարանը փորձում է ամերիկացիներից խլել այն կենսակերպը, որի պայմաններում նրանք արդեն 250 տարի ինքնուրույն ընտրում են իրենց առաջնորդներին եւ սահմանում իրենց օրենքները։ ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով միջազգային քրեական դատարանը պատերազմ է վարում Միացյալ Նահանգների դեմ ոչ թե փամփուշտներով կամ հրթիռներով, այլ օրենքների եւ այսպես կոչված միջազգային իրավունքի ուժով։